Լավ, բայց ուր է գնացել առավոտ վաղ։ Ինչ վատ բնավորություն ունի։ Առանց զգուշացնելու դուրս է գալիս տնից։ Մեր մեջ ասած արդեն հոգնել եմ այդ փաստից։ Սրանց զանգեմ։ Պարզա որ չի պատասխանի, տանն է թողել։ Տեսնես ուր է գնացել։ Վայ Անգելինա։ Ինձ ավելի շատ հետաքրքրում է ում հետ է։ Հարցադրումդ ինձ վախեցնում է։ Իսկապես վախենալու է։ Հեռախոսն էլ երևի միտումնա որ է թողել տանը։ Նոյջան մի ժամանակ շուշուտ էիր գալի։ Մի ժամանակ այդքան զբաղված չէի արջան։ Բա ինչ եղավ որ այսօր կարեցար։ Շատ կարևոր ընթրիք կա, չէի կարա չգայի։ Կաներես։ Ալյո։ Ողջույն։ Ողջույն, ում հետ եմ խոսում։ Արամ Բերբերյանի։ Սոս Բերբերյանի որդին։ Այո, Սոս Բերբերյանի որդին եւ Մերիի ամուսինը։ Կարող ենք հանդիպել։ Կարող ենք, ինչով կարամ օգնեմ քեզ։ Դա հանդիպման ընթացքում արդեն պարզ կդառնա։ Նախապես ասեմ, բայց ես շատ ժամանակ չունեմ։ Ես դա հաշվի կառնեմ։ Հիմա լոկացիա կուղարկեմ քեզ։ Լավ։ Արջան, ես պետք է շտապ գնամ։ Նոյջան, սպասի վերջացնեմ նոր։ Կիսատ թողեմ գնաս։ Լավ, բայց 5 րոպե ժամանակ ունես։ Հիմա դու իմ չսիրած բանն ես անում։ Աշխատում եմ, չէ՞։ Աշխատում եմ։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարև Կարմիր արև։ Նստի բալես, նստի մեր հետ թեյ խմի, մինչև Հենրին կիջնի։ Հենրին ինչպես միշտ սիրում է ժամերով իրան սպասացնել։ Հենրին դժվար է այսօր իջնի։ Հələ մի հատ նորից ասա։ Հենրին տանը չի գիշերել։ Սպասելի էր։ Նման դրվագներ այս տանը շատ են լինելու, աղջիկ ջան։ Իսկ գոնե զանգել ճշտել ես որտեղ է։ Ոչ։ Չհասկացա, քեզ չի հետաքրքրում որտեղ է ամուսինդ։ Իսկ Հենրին հետաքրքիր է իր կինը։ Բեցի։ Եթե հետաքրքիր լիներ կզանգեր իմանար ոնց է իր կինը։ Ես հեսա կզանգեմ։ Չի պատասխանում։ Հիմար լակոտ։ Բա թեյ չեք խմելու։ Պապի դե սպասի էլի։ Սրանից հետո երևի մենակ կոմոդա թեյ խմելու ցանկություն մնացել։ Ես չեմ խառնում։ Ես հիմա միայն հետևողի դերում եմ։ Չեմ հավատում, որ փախել եմ ու հիմա քո հետ ստեղ եմ։ Ինչի ուրիշ տարբերակ ունեիր։ Ես քո հետ ուղղակի կորցնում եմ իմ ինքնատիրապետումը։ Այդ կոչվում է սեր անգել։ Բայց այդ սերը մեզ փակուղի է տանում, Հենրի։ Հավատա, ամեն ինչից ելք կա։ Միակ ելքը այդ սիրուց հրաժարվելն է։ Կարաս։ Եթե կարողանայի հիմա այստեղ չէր լինի։ Դե ուրեմն ինձ մի համոզի հաշտվեմ իմ բախտի հետ, որովհետև դու ես իմ բախտը, իմ ներկան ու ապագան։ Արամ ջան, կներես, բայց պետք է մերժեմ։ Իսկ կարամ իմանամ ինչն է պատճառը։ Դե որովհետև հայրդ փաստաբան ունի, ով միշտ ինքն է զբաղվել ձեր հարցերով։ Ու հիմա սիրուն չի ստացվի, որ այս գործը ես ին վերաբերստամ։ Նոյ ջան, ես քեզ դիմում եմ, որովհետև գիտեմ, որ այս գործում լավ թրծված ես ու դատարաններում բազում հաղթանակներ ես տարել։
Դրա համար կուզենամ, որ դու շարունակես պապայի գործը։ Արամ ջան, կներես, բայց իմ մոտ այն տպավորությունն է, որ դու տեղյակ ես, որ իմ ու շախուսների մեջ լարվածություն կա։ Դրա համար էլ ինձ ես առաջարկում, որը որ ճիշտ չի։ Բացարձակապես նույն չէ։ Ես ուղղակի գիտեի, որ դու շախուսների փաստաբանն ես։ Դրա համար ի սկզբանե քեզ չեմ դիմել։ Հուսով եմ դրական պատասխան կստանամ քեզանից։ Ես գիտակցում եմ, որ սխալ եմ անում, բայց չեմ էլ ուզում գրկիցդ ազատվեմ։ Անգել, մենք գժվում ենք իրար համար։ Սիրում ենք իրար։ Այդ երբվանից սերը դարձավ սխալ կամ մեղք։ Այն պահից, երբ պապատ որոշ։ Սուս մնա։ Չեմ ուզում դրա մասին լսեմ, հասկանում ես, այդ արդեն անցյալում է, Անգել։ Բայց Բետին ու Նոյը ընդհանրապես անցյալ չեն, Հենրի։ Կարաս մի պահ բոլորի մասին մոռանաս։ Մոռացել եմ, որ քո հետ ստեղ նստած եմ։ Գոնե մերոնց մասին պիտի մտածեի ու առհասարակ ես նշանված եմ, արի այդ չմոռանանք։ Ինչ ես դու սիրում բոլոր սիրուն պահերը փչացնել, ոնց որ պատգամդ լինի այդ։ Բայց ես պիտի մերոնց զանգեմ, սենց չի լինի։ Հեռախոսը սուր է։ Ինչի որ դու հեռախոս վերցրած լինեիր հիմա, քեզ նոր էին զանգել էին։ Ինչի վրա ես սենց հրճվում։ Քո վիճակի։ Ես շատ արագ պետք է հիմա վերադառնամ մեր տուն։ Այն էլ շատ արագ։ Հա, շատ արագ ու դու ինձ կտանես։ Նայ, Անգել։ Ես չեմ կասկածում, որ դու մտքիդ տեղ դնես, ինքդ էլ կհասնես տուն։ Բայց տեղ մի հատ փոքր բայց կա։ Ու Ես քեզ չեմ թողնի, որ գնաս։ դու լրիվ գժվել ես, Հենրի։ Ինչ եմ գժվել։ Դու ես գժվել։ Ինձ տեսար գլուխդ կորցրեցիր։ Հեռախոսդ մոռացար տանը ու ասացիր Հենրի, ես քոնն եմ, տար ինձ հեռու։ Վայ։ Քո հեռախոսը դուր ես քոնով կզանգեմ մերոնց։ Անգել, ձերանք մեծ մարդիկ են, արի իրանց սթրեսի չենթարկենք։ Համ էլ ես հեռախոսս անջատել եմ, որ մեզ ոչ չխանգարի։ Արի վայելենք այս պահը։ Հենրի, սենց չի լինի։ Հենրին աննեն սոված, չես պատկերացնի, վեր կաց։ Մերոնք կանհանգստանան։ Այ, շատ իզուր, Անգել։ Որովհետև դու վստահելի ձեռքերում ես, հիմա էլ քեզ տանում եմ կերակրեմ, արի գնացինք։ Հենրի։ Ալո։ Բարև ես, ո՞նց ես։ Լավ, տիկին Վիկտորիա, դուք ո՞նց եք։ Մի քիչ խառնենք, ավելի շուտ անհանգստացած։ Ինչի ինչ ա եղել։ Անգելինան առավոտից տանը չի։ Դուրս է եկել, մեզ չի ասել ու առանց հեռախոս։ Մտածեցի կարող է իրար հետ եք։ Չէ, անկեղծ ասած ես տանն եմ ու Անգելի հետ չեմ էլ խոսել։ Բայց մի հատ նույն զանգեք, միգուցե միասին լինեն։ Չէ, նոյենք մեզ են սպասում, որ գնանք հանդիպման։ Չգիտեմ, ինչ պետք է ասենք իրենց։ Լավ չի։ Լավ, Մերի ջան։ Տիկին Վիկտորիա, ես էլ անհանգստացա։ Եկեք գամ ձեր տուն միասին մի բան որոշենք։ Չէ, բալես, պետք չի, դու քո գործերից մի կտրվի։ Հուսով եմ Անգելինան կհայտնվի։ Լավ, բայց խնդրում եմ, հենց իմանաք ուրա կամ հենց կապի դուրս գաք, ասեք թող ինձ զանգի, կամ գոնե դուք զանգեք, որ ես հանգիստ լինեմ։ Լավ, Մերի ջան։ Չեմ ուզում մտածեմ, որ Անգելինայի անհետանալը Հենրիի ձեռագիրն է։
Մերին էլ լուրջ չունի։ Հա, ինչ ենք անելու։ Գաղափար չունեմ։ Խայտարակվելու ենք։ Ինչ ենք ասելու այն մարդկանց։ Արդեն խայտարակ ենք եղել։ Ուր ես գնում։ Աշխատանքի։ Չես աշխատում։ Արդեն ասել եմ պարուսույց։ Բայց մի օր կիսուրիդ համար մի բան չես պարում։ Դե լավ, մի լարվի, հումոր եմ անում։ Իրականում իմ լարվածությունը ուրիշ բանի հետ է կապված։ Ինչի հետ։ Իմ հարսին նեղացնող ա եղել, հլա ասա։ Ձեր հետ կապ չունի։ Դու ինձ ասա, ես կորոշեմ կապ ունի թե չէ։ Անգելինայի հետ է կապված։ Դեռ ասում ա կապ չունի։ Բալես, այդ երեխան մենակ աղջիկ ա։ Դու միշտ իր կողքին եղի, թեղու թիկունք եղի։ Եթե պետք ա, ես էլ իրեն կօգնեմ։ Այս կնոջ հետ ինչ ա կատարվում։ Քանի կար առանց պատճառ պատերազմում էր Անգելինայի հետ։ Հիմարիկ, քեզ կսիրաշահեմ ու թշնամուս բուրս կառնեմ։ Դու կդառնաս իմ ինֆորմացիայի աղբյուրը։ Ես ավելի լավ ա գնամ։ Գնա չուշանաս։ Պապ, ինչի՞ց ես դժգո։ Տղես, դու այդ գործը չպետք է ստանձնեիր։ Սկզբում ես էլ էի կամոկացի մեջ, բայց գիտես, ես սիրում եմ դժվարությունները հաղթահարել։ Նոյ, դու մի կարևոր բան ես մոռանում։ Դու լավ գիտես, ես եւ Հենդոն աղոհաց ինգերներ ենք, իսկ դու վազում ես քո անձնական վրեժի ետևից։ Պապ ջան, ոչ մի անձնական վրեժ։ Ես շախուսների դեմ ոչ մի բան չունեմ, ոչ մի անձնական բան, զուտ մասնագիտական։ Դե լավ, հիմա դրա ժամանակը չի, մենք այդ մարդկանց չպետք է սպասեցնել տանք։ Հետաքրքիր է այսօր չեմ զանգել Անգելինային, կարելի է զանգել։ Էլ ինչի է զանգահարում, որ գնում ենք, կհանդիպենք։ Հա, ճիշտ ես ասում, պապ։ Ես ինչ Անգելինայի կողքին եմ, դեմ եմ գնում իմ սկզբունքներին, որը որ ճիշտ չի։ Չեմ հասկանում, հենց էսօրով պիտի մեր աղջիկը սենց խաղար մեր գլխին։ Ապա խնդրում եմ էլի, մի լարվի, հիշի սիրտդ ինչ վիճակում է։ Լավ կլիներ Անգելինան էլ հիշեր իմ վիճակի մասին, որ չհասցներ էսօրին։ Իսկ եթե մինչև Նոյենց հետ հանդիպումը չհայտնվեց։ Այն ասա խայտարակվեցինք ամբողջ բազմաղբյուրով մեկ։ Ինչ բազմաղբյուր, Նոյենց մոտ ենք խայտարակ լինելու։ Միգուցե հանդիպումը հետաձգենք։ Չէ, դա փրկություն չի։ Իսկ քո կարծիքով ո՞րն է փրկությունը։ Զանգեմ Միքայելին, հաստատ նրա լակոտի հետ է Անգելինան։ Դու առաջին վարքյանից էլ դա էիր մտածում։ Ինչի՞։ Դու հակված չէիր այդ մտքին։ Անգելինան անհետանում է այն պահին, երբ հայտնվում է Հենրին։ Ճիշտ ես։ Անգել, ինչ ես նստել, ինչի չես ուտում, կախա ուզում ես ես կեզ կերակրեմ, որը։ Մերի շատ սխալ է այս ամեն ինչը, մենք շատ սխալ ենք վարվում բոլորի հետ, արի գնանք հետ, հա։ Անգել, դու չես ուտում, ուզում ես նայենց անես, որ ես է հաց չուտեմ։ Հենրի պատկերացնում ես, մենք ինչ երջանիկ կլինեինք։ Եթե իհարկե պապատ այդ սուտը չհրամցներ մեզ։ Դու այդպես էլ չպարզեցիր, չէ, ինչի ա մեզ ստել։ Չէ, չպարզեցի։ Դու տենց հեշտ չէիր հանձնվի, մինչև վերջ կգնայր ճիշտի իմանալու համար։ Ապրես Անգել,
Նենց արեցիր իմ ախորժակն էլ փակվեց։ Ես ուղղակի չեմ էլ ուզում պատկերացնեմ, թե մենք ոնց ենք նայելու մերոնց աչքերին։ Ես ոնց պիտի նայեմ իմ տանեցիների աչքերին, դու ոնց պիտի նայես քո կնոջ աչքերին։ Մի խոսա էլի։ Իրականությունը շատ բարձր է գոռում։ Ու ցավոք սրտի իմ լռությամբ էլ ոչ մի բան չենք փոխի։ Ես Նոյի հետ նշանված լինելով ոնց կարայի գա այստեղ նստեի հանգիստ։ Չէ, դու շարունակի, այնքան շարունակի, ինչքան վատ բան կա մեր կյանքում հիշի մի հատ։ Ու փչացրա այս սիրուն պահը։ Դե դու դրա մասնագետն ես, չէ՞։ Իսկ մեզ շրջապատող մարդկանց հետ ոնց վարվենք։ Անգել, արի գոնե մի անգամ առաջինը մեր մասին մտածենք, հետո նոր ուրիշների։ Ալո։ Միքայել Շախունց, կարող ես ինձ ասել որդի դուրա։ Ավակ ջան, դու ես։ Ես եմ ասում ասանց հետս հեգնանքով խոսում։ Ցինիզմդ հանդուրժելու տրամադրություն չունեմ։ Լսի կարող ես զանգել ես, որ տրամադրությունը բարձրացնեմ։ Ուրա որդիդ, զանգում եմ չեմ միանում։ Ամոչում եմ, բայց պիտի հարցնեմ, էլի։ Տղես քո ինչին է։ Ինչի ես տենց գլուխդ կորցրած տղուսման գալի։ Աղջիկս անհետացել է, չգիտեմ որտեղ է։ Դե մտածելու բան ունես, աղջիկը տարին 12 ամիս կորած է, ավակ ջան։ Որդու ձեռագիրն է, երբ աղջիկս անհետանում է, որպես կանոն դրա հետևում որդիդ է կանգնած։ Այնպես որ ասա, որտեղ է որդիդ։ Հաստատ աղջիկատ հետ չի։ Ինձ որ լսես մի հատ բազմախբյուրի գյուղապետին կզանգես, լավ բաժար է հանգցնում այդ տղան։ Անիմաստ էր քեզ զանգելը։ Միքայել Շախունց։ Ինչ ասած։ Անտեղյակ էր։ Դե փորձեց իմ համար խաղալ, բայց հաստատ նկատել է որդու բացակայությունը։ Հաստատ համոզված եմ իրար հետ են։ Հասկացա, թե ուր ես անհետացել Հենրի տղա։ Կնոջդ տված ազատությունից օգտվում ես ու գնում ես Սոսի աղջկա մոտ, հա։ Սոսի աղջկա մոտ, արա։ Ինչ ինձ հոնից անում է։ Դու ես որոշել, որ ես երեխա պետք է որդեգրեմ։ Չէ, Հենրի։ Բա էլ ինչ կա։ Ես եմ որոշել ու ես իմ որոշմանը հավատարիմ եմ մնալու։ Ինչի պիտի ես այս վիճակում հայտնվեի։ Ինչի պիտի ես այս ամեն ինչի մեջ հով անցնեի, Հենրի։ Ինչի։ Բեծի, մենք երկուսով ենք անցնում այս ամենի միջով։ Ու ես իմ որոշումը ոչ մեկի հետ քննարկման չեմ դնելու։
Ես գնում եմ։ Այսինքն ես ինձ այս տանը ավելորդ եմ զգում։ Բալես էդ ինչ ես ասում։ Ինձ այդ բառը մի ասեք, մինչև այսօր դուք ինձ հարազատի նման չվերաբերվեցիք։ Բայց դու հիմա շատ սխալ բաներ ես խոսում։ Ես ու դու միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել։ Այդ դեպքում ինչի մինչև այսօր ձեր տղային չստիպեցիք ինձ հարգի։ Բեցի խոստանում եմ, ես շատ լուրջ կխոսեմ Հենրիի հետ։ Խնդրում եմ, արի մի հատ պայուսակտիր, հանգիստ նստի խոսենք, հա։ Չեմ ուզում։ Ես չեմ ուզում վարկյան ավել մնամ այս տանը։ Հենրին կփոխանցեք ինքը ինձ դժբախտացրեց։ Սարքեց կես մարդ։ Ու ինքը հիմա փորձում է երջանիկ լինի, չի ստացվելու իր մոտ, որովհետև ինքը գողացավ իմ երջանկությունը։ Լավ մնացեք։ Բեցի, մամ մի բան արա։ Ինչ անել։ Սանդրում հորը։ Արիկալից թերես։ Ապրես տղես, հուսամ երկար ժամանակ կմնամ ազատության մեջ։ Հաստան ի սկզբանե գործը նոյի հետ պետք է բռնեինք։ Ճիշտ ես։ Փաստաբանի փոփոխությունը տեղին էր։ Տեղին ու արդարացված։ Մանավանդ որ կարողացավ գործը գլուխ բերել։ Ես էլ եմ զարմացած։ Քեզ ո՞նց հաջողվեց նոյ ջան։ Նախաքննության փուլում կալանքը փոխարինվեց գրավով։ Համակցված բացակայելու արգելք այլընտրանքային խափանման միջոցով։ Ինչևէ ես գոհ եմ, բայց եկեք մեր զրույցը այստեղ չշարունակենք։ Հաստատ նշելու առիթ կա։ Կմիանաս մեզ։ Ցավոք չեմ կարող։ Ես Արամին արդեն զգուշացրել եմ, որ այսօր շատ զբաղված եմ։ Ուրեմն դեռ կշփվենք։ Կապով կլինենք։ Շնորհակալ եմ շատ։ Հաջողություն։ Փաստորեն ճիշտ արեցի, որ նային դիմեցի։ Որոշումդ այնքանով է ճիշտ, որ այսօր նայա չի աշխատում շախունցների հետ։ Ընդհակառակը, գործելու այրանց դեմ, դա էլ մեզ շահեկան կարգավիճակը։ Ընտիր։ Լավ, արի գնանք, թե տանը ինձ տհաճանակ ընկալ է սպասվում։ Հա, սպասվում ա, թե չէ։ Այն նստենք մեքենա։ Շնորհակալ եմ։ Գուսան որ շուտով գկան։ Չնայած ես սուրճը դանդաղ եմ խմում։ Հա, պապ ջան, շուտով կհասնեմ։ Բայց այս ավակը մեքենայով չի։ Ինչ ես առաջարկում։ Գալիք հարսիկի համար մեքենա վերցնեմ։ Պապ, լավ էլի։ Նկատի ունեմ, որ շատ հնարավոր է խցաման մեջ են եկել։ Ես միշտ պարզ ասել եմ քեզ, երբ ես ունեմ ժամադրություն, երբեք չեմ ուշանում։ Եվ չեմ էլ սիրում, որ դիմացիներս են ուշանում։ Մի շտապի։ Հա, ճիշտ ես ասում, պապ։ Մի քիչ էլ սպասենք։ Պատասխանատու օրը մարդիկ շատ լարված են։ Ավակ խնդրում եմ էլի։ Մի հատ հանգստացես, վատանալու ես։ Եկ մի հատ դեղս բերա։ Ախր, ես ինչի պիտի այս ամեն ինչի միջով անցնի։ Խնդրում եմ, այդքան մի հուզվի էլի։ Ախր, ոնց չներվեմ։ Մարդիկ գնացել են ռեստորանում նստած մեզ են սպասում։ Իսկ մենք նույնիսկ չգիտենք մեր աղջիկը ուր է։ Իսկ միգուցե զանգես զգուշացնես, չնստեն սպասեն։
Նոյջան բարև, հավաքնա։ Ձյաձ ավակ, եթե արդեն հասել եք, ես դուրս գամ դիմավորեմ։ Չէ, պետք չի։ Զանգել եմ ներողություն խնդրելու ու ասելու, որ մենք չենք գա։ Ճիշտ լսեցի, ասեցիք չեք գալու։ Հա, չենք գա։ Անգելինան հանկարծակի շատ վատ զգաց իրեն, այնքան վատ, որ պարկեց եւ քնեց։ Լավ, տենց վատ զգաց։ Տղեր, ինչ է պատահել։ Դե ինչ կարամ ասեմ իրան առողջություն։ Ես մեր բոլորի անունից ներողություն եմ խնդրում, Նոյջան։ Ապայից չեն գալու բավ։ Ինձ պարզ է, իսկ ինչու չեն գալիս։ Անգելինան վատ է զգացել իրեն։ Իսկ դու դրան հավատում ես։ Իսկ դու ես լավ հասկացի։ Մեզ հետ ոչ մեկը չի կարող այդ ձև վարվի։ Հասկանում եմ։ Ու խոստանում եմ, որ այս ամեն ինչը սենց չի մնալու։ ինչ ամոթ, ինչ խայտարակություն։ Ինչ ասաց, հավատաց։ Իհարկե չհավատաց։ Փաստաբան տղա է, ոնց կհավատա։ Ուղղակի թույլ չտվեց ավելնորդ բան ասել։ Ախ, Անգելին, ես ինչ օրը գցեցիր մեզ։ Ես չեմ բերել քեզ ստեղ, որ աչքերից հետ արցունք գա։ Ես էգոիստի նման եմ վարվում իմ ծնողների հետ։ Իրանց մասին ընդհանրապես չեմ մտածում։ Ծնողներդ մեզ մի օր կհասկանան, Անգել։ Ու կհասկանան, որ առանց իրար չենք կարում։ Հենրի, ես այս պահի մասին եմ խոսում։ Առանց ասելու դուրս եմ եկել ու հեռախոսել չկա մոտս։ Անգել։ Ինչ Հենրի, ինչ ասես կմտածեն, իրանք հիմա այնտեղ տանջվում են, ես ստեղ հանգիստ կյանքս եմ վայելում։ Դու հիմա ինձ էլ ես տանջում։ Խնդրում եմ հեռախոսը դուր զանգեմ։ Զանգեմ ասեմ, որ իրար հետ են, գոնե չանհանգստանան։ Խնդրում եմ։ Ալո։ Պապ։ Անգել կարող է 10 ես բացատրեմ։ Ես ու մայրը տարողության արթնացել ենք եւ քեզ տանը չենք գտել։ Պապ։ Ու դու ժամեր անց զանգում ես Հենրի հեռախոսից, ինչ պիտի հասկանանք։ Կներեք, ես ուղղակի Հենրի հետ։ Աղ ինչա, դու ինչ գործ ունես Հենրի հետ։ Դու նշանված ես Նոյի հետ։ Ավակ մի բղավ։ Պապ, ես Նոյին չեմ սիրում։ Անգել դուր ինձ։ Մենք այսօր պիտի գնայինք հանդիպման Նոյի եւ նրա հոր հետ։ Եվ դու ասում ես, որ Նոյին չես սիրում։ Եվ այն ժամանակ, երբ Հենրի հետ ես, արդյոք դա նորմալ է, աղջիկ ջան։ Ճիշտ ես, պապ, նորմալ չի, բայց… Ոչ մի բայց։ Եթե դու ի վիճակի ես սենց անվարվելու մեզ հետ, ես ուրեմն աղջիկ չունեմ։ Ավակ ինչ ես խոսում։ Հարս ունենա առանց սուրճ նստի սենց։
Չգիտեի, որ բաց են թողել։ Իսկ ես չգիտեի, որ տղետ քեզ դուրս չի շպրտել։ Պապի, ես քեզ մեքենայի մեջ ասել եմ։ Ասեցիր ու ինձ հունից հանեցիր։ Դե լավ, եկեք իմ տրամադրությունը մի փչացրեք, հա։ Ավելի լավ ասա ոնց եղավ, որ քեզ դուրս թողեցին։ Եթե իմանայի գալու եմ քեզ տեսնեմ, հաստատ կնախընտրեի փակի տակ մնալ։ Մեղացնում ես։ Խնդրում եմ, Մարի ամեն ինչ սկսենք զրոյից։ Մաքրենք մեր հարաբերությունները, մեր կյանքը։ Ճիշտ ես, մաքրենք, բայց ոչ թե հարաբերությունները, այլ քեզ, իմ կյանքից։ Այն ինչ որ չարեց տղետ կանեմ ես։ Այս էիր ուզում հերի։ Պապաս ասեց, որ չի ուզում իմ նման աղջիկ ունենա։ Դու մտածելու բան չունես անգել։ Եթե չեն ուզում քո նման աղջիկ ունենան, չեն ունենա, որովհետև դու չես վերադառնալու։ Չես խոսում հերի։ Հա, անգել, դու չես վերադառնալու, մնալու ես ստեղ իմ հետ։ Հերի, ոնց թե հետ չենք վերադառնալու։ Հենց այտենց անգել։ Բոլորին դեմ գնացինք, ամեն ինչին դեմ գնացինք, որ հետո ճանապարհի կեսից կանգնենք ու ասենք հետ ենք գնում։ Հերի, դու անընդհատ մոռանում ես, որ քո կյանքում բեցի կա։ Հա կա, ու ես այդ չեմ մոռացել, ամեն անգամ ինձ պետք չի դրա մասին հիշացնել, գիտեմ այդ ամենի մասին, անգել։ Մեղքի զգացումը կանգնելա կոկորդիս ու կուլ չի գնում, ես չեմ ուզում այդ աղջկան նեղացնեմ, ու նաև ուզում եմ, որ ինքը շատ երջանիկ լինի։ Հասկանում ես, որ այդ աղջիկը մեր պատճառով է այդ վիճակում։ Կլինի ամեն անգամ նույն բանը չկրկնես։ Ասում եմ, որովհետև տենց է Հերի։ Մենք չենք մեղավոր, չսիրելով կողքիդ պահեցին, ում ամեն մեկս էլ մեր հերթին մի բան արեցինք, որ ինքը դժբախտանա։ Չէ, դու լուրջ իմ աչքերից մեջ նայելով ինձ ես մեղադրում, որ ես չսիրելով մեկի հետ եմ ապրում, ու դու նույն բանն ես ուզում անես։ Հերի, եթե ես քեզ մեղադրում եմ, չի նշանակում, որ ինձ արդարացնում եմ։ Բա եթե չենք արդարացնում, իմաստը գնալու։ Գնալու իմաստն է նա, որ Նոյի հետ մի բան չլինի, որ հետո ամբողջ կյանքում էլ ես ինձ մեղադրեմ։ Դու ուղղակի պատճառներ ես հորինում։ Հերի, հավատա, ինձ պատճառներ հորինելու կարիք չկա, որովհետև դրանք շատ են։ Եթե պատճառներին նայի, հաստատ հիմա այստեղ քո հետ չէի լինի։ Ուղղակի մարդկայնության սահման կա, որ չպիտի հատենք։ Ոչ Բեցին, ոչ էլ Նոյը մեղավոր չեն, որ ես ու դու իրար սիրելով ընտրել ենք ուրիշ մարդկանց։ Ու իրանց էլ մեր հետ դժբախտացնում ենք։ Անգել, մենք էլ մեղավոր չենք։ Ու եթե այդ հիմարագույն քուրու աղբոր պատմությունը չլիներ, մենք ոչ մեկի մեզ այդքան մոտ չէինք թողի։ Ու այդ թեման ինձ շատ է տանջում, Հերի։ Դու այդքան կտրուկ ու բռնկվող, բայց այս կարևոր հարցը գցել ես երկրորդ պլան։ Նենց տպավորություն է, որ ինչ-որ կարևոր ինֆորմացիա ունես, բայց չես ուզում ասես։ Շատ լավ թեման փոխեցիր։ Չեմ փոխել թեման, դրանք իրար շատ փոխկապակցված են։ Փոխում ես։ Ու իմ ասածը վերջնական է։ Մենք հետ չենք գնալու։ Հերի, իսկ իմ ասածը հաշվի առնել չի լինում։ Մենք հիմա մեզ մեղավորների նման ենք պահում, բայց իրականում մենք զոհ ենք։ Ու մեզնից կախված չի էս իրավիճակը։ Հենց մեզնից է կախված։ Մեր որոշումներից։ Իսկ Նոյն ու Բեցին իրանք մեզ վստահել են, չէ, Հերի։ Հա, ինչքան էլ սենց տակը գլխով որոշումներ են կայացնում, բայց ես հետո սառում եմ ու հասկանում եմ, որ սխալ է։ Ու արի գնանք։ Դու հասկանում ես, որ էլ սենց շանս կարանք չունենանք։ Լավ, ինձ սենց վարկաբեկել, վատ դերության մեջ դնել, թքած ունենալ։ Չգիտեմ խելքին ինչ ապչել, ինչ է ասենց հարել։ Մենակ ես ամեն ինչը վատ հետևանքներ չունենա։ Դա հիմա վատ հետևանքը ոնց է լինում։ Հիմա Նոյը որ գա հարցնի, ուր է աղջիկդ, ինչ եմ պատասխանելու։ Հայրը զանգի հարցնի, այ մարդ, տեղ ես հրավիրում, բայց չես գալիս, ինչ եմ ասելու։ Դե ասցիր, երեխան հիվանդ է։
Ես էլ հո գիտեմ որ սուտ է։ Իրանք էլ են շատ լավ հասկանում որ սուտ է։ Ես էլ խո 3 տարեկան երեխա չեմ։ Ավակ չի սիրում։ Ինչքան էլ գիտակցում է, որ նոյը լավ ընտրություն է, մեկա չի սիրում։ Հո ընտրությունով չի։ Չգիտեմ։ Ված հոտ այս պատմությունից գալիս։ Ինձ էլ ոչ մի բան չի հետաքրքրում։ Մարդ չի կարա իր հորը սենց ստորացրած պահի։ Անգելինանա։ Դուրը բաց ասա, որտեղից եկել ես, այնտեղ էլ գնա։